Մենք ինքներս մեզ անվանում ենք քրիստոնյա, ու մեր վարքը չի համապատասխանում մեր ասածին, Տիրոջինը չենք, մեր ազդեցությունը աշխարհի վրա բացասական է լինելու, որտեղ մարդիկ ասելու են Աստծունն եք, բայց Աստծունը չեք։ Նման ձևով փնովանք ենք առաջացնելու ուրիշ մարդկանց նկատմամբ։ Ես խի ամենասկզբում այս պարզ օրինակը բերեցի, երբ որ մարդկանց հետ հիմա խոսում ենք Հիսուսի մասին։ Ինչ են մարդիկ միանգամից հիշում Եհովայի վկաներին։ Որովհետև այդ մարդիկ իրանց վրա հավատացյալի պիտակը վերցրել էին, որ չեն։ Այդ անունը օգտագործել են իրանց գործերի համար։ Ու արդյունքում դրական կարծես ազդեցություն թողնելու հետևանքով ինչ են եղել։ Բացասական հետևանք են թողել, որ հիմա եթե մեկը ճշմարտության մասին ուզում է խոսի, մարդկանց մոտ միանգամից են բացասական օրինակն է բերում։ Եհովայի վկաներից հեռու չանցնենք։ 90-ականներին, երբ որ բացվեց կարծես դռները ավետարանի մուտքի, շատ եկեղեցիներ, շատ կազմակերպություններ մտան Հայաստան, շատ եկեղեցիներ այս գայթակղությանը չդիմացան։ Ինչի, որտեղ բավականին շատ ֆինանս եկավ, ու շատ հովիվներ, շատ ծառողներ ուղղակի այդ դրանից ինչ եղան, կոտրվեցին։ Երկու պարագաներում կամ մեղքի մեջ ընկան, կամ երկրորդ պարագան կախվածություն ձեռք բերեցին այդ ֆինանսից ու եկավ այս տրամաբանությունը։ Ֆինանս կլինի, ուրեմն ինչ կանենք, ծառայենք։ Ֆինանս չկա, դե կներեք, ուրեմն չեմ կարող ծառայեմ, ես իմ կյանքով եմ զբաղվելու։ Հոգսեր ունեմ, դժվարություններ ունեմ, հասկանում եք տրամաբանությունը, եւ խնդիր կա սրա մեջ ժողովուրդ։ Ինչի, որտեվ մենք իրականում այն, որ կարծես ճիշտ լավ ազդեցություն պետք է ունենանք, բացասական ազդեցություն ենք ունենում։ Ամեն պարագայում դրա համար էլ դրսի մարդիկ տեսնում են, ասում են դե բիզնես է եկեղեցին։ Իսկ հովիվ դառնալը լավ բիզնեսմենի հնարավորություն է, այսինքն եթե հովիվ դարձար, ուրեմն ապահովված կլինես ամեն ինչ տեղը տեղին էսկոմ ենքով։ Հասկանում եք, այս հասկացողությունը ով է սովորացրել մարդկանց։ Եկեղեցին, ճակերտավոր եկեղեցին, որ անունը եկեղեցի է եղել։ Բայց չի արել այն ինչ որ պետք է աներ, այսինքն համը կորցրած է եղել։ Դրա համար եմ ասում, առաջինը երբ որ Տիրոջինը չենք, բայց ասում ենք Տիրոջին ենք։ Երկրորդը ազդեցությունը բարի, լավ ազդեցության որպես հետևանք մենք ունենք բացասականը։ Դրա համար Հիսուսն ասում է, ինչով եք համեմայելու, ինչով եք աղ դառնալու կողքում ձեր շրջապատ մարդկանց, ինչ օգուտ եք տալու, վնաս եք տալու, այլ ոչ թե օգուտ։ Դրա համար ավելավ ազնիվ կերպով ասեք, չեմ հավատում։ Ազնիվ կերպով ասեք, նույնիսկ չգիտեմ ում եմ հավատում, բայց մի ասեք քրիստոնյա եք, մի ասեք Տիրոջ ծառա եք։ Ինչի որտև դրա համար վերջի վերջո պատասխան ենք տալու։